հարգելի հետևորդներ, ցույցի մասնակիցների պատասխանենք Հարութի նամակն է։ Հա, հիմա որ Հարութին իմ ու քո չկա, սաղին նա բացի։ Հարութը մեր ացերն է։ Դու ես բացեմ, դու քաշում ես բացել։ Չէ, դե ձեր ներկայացուցիչն է հասկանում եք, սրա տակ ես էլ եմ ստորագրենես չի, որ մենակ Հարութն հիմա տեսնենք ինչ է։ Տադամ։ Դե մի հատ տիկին Թոմասյան ջան, մեջներից գրագետ մարդը դու ես հլը կարդա։ Ի պատասխան ձեր կողմից ապրիլի 22-ին ներկայացված դիմումի տեղեկացնում ենք, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը նախատեսված է ազգային ժողովի նիստերի հերթական կամ արտահերթ խորհրդանական լսումների անցկացման համար, ազգային ժողովում կազմակերպվող աշխատանքային քննարկումները անցկացվում են այլ դահլիճներում, հաշվի առնելով ձեր կողմից աշխատանքային քննարկման մեծաթիվ մասնակցությունը, առաջարկում ենք 334 դահլիճում ապահովելով քննարկման պատշաճ կազմակերպումը։ Եվ հավելում եմ ձեզ ասենք, որ նիստերի դահլիճում հնարավոր չէ կազմակերպել 200 անձի մասնակցության միջոցառում։ Հիմա այսինքն մենք դահլիճ ունենք, բայց փոքր դահլիճ, կարանք նստենք իրար գիրկ, իրար կողք, հիմա արդեն այս առաջարկը պետության կողմից է, այսինքն Գրավոր փաստաթուղթ արդեն կնքած, ստորագրած, սախրանիմ для истории, да, наверное։ Հիմա արդեն որոշումը ձերն է, հարգելի ծնողներ, ինչ ենք անում։ Գնում ենք, շարունակում ենք, այսինքն գնում ենք մեր քննարկումը կազմակերպում ենք, թե շարունակում ենք մնալ այստեղ։ Գիտեք ոնց է, կարծում եմ իրանց քմահաճույքով շարժվելը, սա արդեն քմահաճույք է, սա ոչ մի իրավական հիմքեր չունեցող, սա քմահաճույք է, մի խոսքով ասած, ու ես ամենայն դեպս իմ անունից եմ ասում, կարծում եմ մարդիկ կլինեն, որ իմ հետ համաձայն են, ես իրանց քմահաճույքով չեմ շարժվում, չեմ էլ շարժվել, չեմ էլ շարժվելու, թե իրանք այդ տիպի են որոշե այս մարդկանց, այս ծնողներին, այս կանանց, այս մայրերին, ովքեր տվեցին իրանց ամենաթանկին, իրանց բալեքին, ովքեր որ գնացին իրանց կյանքը տվեցին, որ հանուն են օրվա, որ այսօր սրանց նման դարմայետները ստեն նստեն ու սենց որոշումներ կայացնեն, չհարգելով թե այս մարդկանց վիշտը, թե այս տղեկի հիշատակը, քմահաճույքով շարժվեն, ձեզ ասում եմ բարձրաձայն Ալեն Սիմոնյան, հորը տնից չես բերե ազգային ժողովի շենքն էլ, մեջի դահլիճն էլ, ու դու չես կարա որոշես ով ինչ ոնց անի։ Քեզի նշանակել են թե դիրեկտորությունը տարա, բայց ոչ թե դու որոշի այս մարդկանց, դու առաջին արդեն անհարգեցիր եւ այս ծնողներին, այս մարդկանց այս իրավունքները, այս մարդկանց արժանապատվությունը եւ իրանց տված այդ տղեկի հիշատակը։ Ու այսօր ով որ կարում այս մայրերին արհամարի ու իրանց տղեկի հիշատակը ոտնահարի, ես ուրեմն իրա վրա թքած ունեմ, այդ մարդը հայ կոչվելու իրավունք չունի, այդ մարդը պետության իշխանության գլխին կանգնելու իրավունք չունի, այդ մարդիկ այսօր ով որ փորձում է այս ամեն ինչը թաքուն պահի ու չասի այս մարդկանց ինչի ում սխալի հետևանքով, ում սխալի պատճառով այս մարդկանց երեխեքը գնացին զոհվեցին, որ էդի չեն ուզում ասեն, ուրեմն ես ասում եմ, ով այդ լսումները չի մասնակցում, հայտարարում եմ պաշտոնապես, որպես Արսեն Ղուկասյան, Լույսի ճրակ հասարակական կազմակերպության ղեկավար, ով որ չի համաձայնվել, որ այդ ամեն ինչը բացահայտվի, ով որ խոչընդոտել է, որ այդ ամեն ինչը բացահայտվի, իմացեք, բոլորդ հայ ժողովուրդ, հենց առաջի դավաճանողը ձեր երեխեքին իրանք են, իրանցից են դավաճան էլ ման չգաք, մենք փորձեցինք ամեն ինչը ըստ օրենքի տարի, ակուրատնի, ոչ մի օրենք չխախտեցինք, մենք մեզի պահեցինք իրանցից ավելի 1000 անգամ ավելի, այն օրվա մեր Սերգոյի արած ակցիան այ հիմա վերաբերում է երևի գրեթե մեծ մասին, լավ, արանքում մի քանի հոգու կարելի է բացառություն անել, մնացածին վերում է, արամ Սերգոյի հաքի, մեր հաքի նասկիները ձեր աբրածից մաքուր է, այ դուք այդքան աբրած չունեք, որտեղ այսօր դուք մոր ու զոհված տղեկի, անետ կորած տղեկի հիշատակ ոտնահարեցիք, դուք պղծեցիք ամեն ինչ, ինչքան են կար, մի բան կար, դուք էտել եք փորձում պղծել, դուք աննաղուհաց քրդի շներ եք իմ համար, այդքան բան էլ ավելացնելու բան չունեմ։